Ողջույն սիրելի հայեր, ինչպես հայտնի է, Հայաստանում զբոսաշրջիկների քանակը տարեցտարի գնալով աճում է։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ այն տեսարժան վայրերին, որտեղ հիմնականում այցելում են։ Մինչ դրան անդրադառնալը կարճ անդրադարձ զբոսաշրջիկների ազգային պատկանելիությանը։ Տոկոսային հարաբերությամբ առաջին տեղը զբաղեցնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, երկրորդ տեղում իրանցիները կամ ինչպես մենք ենք ասում պարսիկները, իսկ երրորդ տեղում ԱՄՆ-ի քաղաքացիները։ Հարկ է նշել նաև, որ Եվրամիության երկրներից էլ բավականին շատ զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան։ Գառնու հեթանոսական տաճար։ Առաջին դարում կառուցված Արևի անտիկ տաճարը հելլենիստական դարաշրջանի ճարտարապետության հրաշալի օրինակ է։ Սա միակ հեթանոսական տաճարն է, որը չեն ոչնչացրել քրիստոնեության ընդունումից հետո։ Գեղարդավանքը հայ մշակույթի գազերից է, որի պատերին փորագրված են եզակի արտաքանդակներ ու խաչքարեր։ Վանքն ունի ապշեցուցիչ ակուստիկա, որի գաղտնիքն առ այսօր չի բացահայտված։ Որոշ հատվածներում ձայնի արտականքը չի մարում մոտ 40 վայրկյան։ Սևանալիչն աշխարհի ամենաբարձրադիր լճերից է։ Այն հայտնի է իշխան ձկով։ Ոչ միայն Սևանն է տեսանելի, այլև Սևանավանքը, որը գործում է մինչ այսօր։ Վանքն ունի բարձր դիրք, որտեղից բացվում է Սևանալճի հիասքանչ տեսարանը։ Տաթևի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային, գիտական ու կրթական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Տաթևի վանք հասնելու համար կարելի է օգտվել աշխարհում ամենաերկար տաթևեր ճոպանուղուց, որն ի դեպ անվտանգ և մատչելի է։ Այն գործում է 2010 թվականից մինչ այսօր։ Աղստև գետի գեղատեսիլ անտառների, հովիտների ու կիրճերի մեջ Անդրկովկասի ամենահարուստ ազգային պարկի անմիջապես կենտրոնում է գտնվում Դիլիջանը։ Դիլիջան գնալուց անպայման այցելում են Պարս լիճ։ Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է հաղթվել այս լճում, դարձել է ավանդույթ։ Բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարս լիճ զոհված ամուսինների հիշատակը հարգելու։ Զվարթնոց տաճարի ավերակները գտնվում են Երևանից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Զվարթնոցը, որը ճարտարապետական հրաշք է և հայկական բազմաթիվ տաճարների նախատիպ, մոտ 300-ամյակ հետո ավերվեց ուժգին երկրաշարժից։ Ի դեպ տաճարի ավերակները ևս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Եղեք ուրախ և բաժանորդագրվեք իմեջին։ Շնորհակալություն ուշադրության համար։